ուժեղ Հայաստան։ Մատ ուշադիր լսեք, խոսքը ուժեղ Հայաստան դաշինքի մասին է, ճակերտների մեջ ուժեղ, որտեվ դուք ուժեղի տպավորություն չեք թողում։ Ու вообще ինձ մոտ նես տպավորություն է, որ դուք քաղաքականությունից вообще զրո եք։ Ուրեմն 2-3 օր առաջ այս մարտիկ հայտարարում էին, որ գիտեք ինչ կա, Զելենսկու այցը այդքան էլ ցանկալի չի մեր երկիր, քանի որ նա ունի վատ հարաբերություններ իրանց ռազմավարական դաշնակցի հետ, հա, եւ իր այցը կարող է վատ հետևանքներ թողել Հայաստանի համար, ես միտքն եմ ասում, այսպիսի արտահայտություններ էին անում, կարող է ռազմավարական դաշնակցի դուրը չգա, այսինքն հիմի դուք ուժեղ Հայաստան եք, թե թույլիկ Հայաստան եք, ասում եք դուք ուժեղ եք, Նիկոլը թույլ է, մենք ենք պինդը, մենք ենք ուժեղը, հիմի այսինքն եթե դուք ելնեք մեր երկրի ղեկավարը, դուք պետք է նստեք սպասեք, թե ուրիշը թույլ կտա մեր տուն հյուր գա, թե չէ, հա, այսինքն ուր է ձեր ուժեղությունը, դուք ջոգում եք ինչ եք ասում, դուք ընդհանրապես պատկերացնում եք ինչ եք ասում մեր ժողովրդին, դուք ընդհանրապես պատկերացնում եք, թե ինչ խամաճիկի տպավորություն եք թողում ձեր այս խղճուկ հայտարարություններով, ու որ դուք էլ մի հատ էլ ուժեղ Հայաստան եք կոչվում, հա, դուք ձեր երկը փոխ եք արել թույլիկ Հայաստան, հա, նստա սպասում ենք, թե կռիշը մեզ թույլ կտա, հյուր ընդունենք, ով եք դուք արա, գժանոց է, ուրեմն լսեք, ժողովուրդ ջան, երբ որ իրանց ռազմավարական դաշնակիցը, որ այդքան շատ են սիրում, հա, իրանց ընկերն էլ չէ, դի ասեմ իմացեք, ընկերը լինում է հավասարության վրա ընկերությունը, բայց դե հավասարություն չի, դե տասովկա է, որ հատուկ աշխատենք իրա համար, իրան դուր գա, մենք հեչ, որ զենքը ծախը մեր Ադրբեջանին, որ սենց զինում էր միջև ատամները, որ բացի դրանից քաղաքական աջակցություններ ցույց տալի Ադրբեջանին, հա, էդի հեչ, էդի գցենք, որ իրա տեսանկյունից ձեր ռազմավարական դաշնակցի տեսանկյունից գցենք, որ իրա ռազմավարական դաշնակիցը թեկուս ոչ այդքան հզոր, թեկուզ ոչ այդքան մեծ, բայց ինչի է ռազմավարական դաշնակիցը, հա, որ իրա շահերն էլ պահի, չէ, ճիշտ է, բայց ինքը թքած ուներ вообще մեր շահերի վրա, զրո, ասինքն գնացեք մեռեք, հա, իրան հեչ, մենք պետք է նստենք, մտածենք, թե Զելենսկին գա, թե չգա, թե թույլ կտան, թե չեն տա, այսինքն դուք գիտեք ինչ եք ցույց տալի, այն մտահոգությունները, որ Ռուսաստանում գործարարը մանավանդ միլիոնատեր կամ միլիարդատեր գործարարը չի կարող լինել ազատ ու պետքա լինի ինչ որ մեկի կռիշի տակ, հա, դա ապացուցվեց, որ դուք այս պահին ցույց տվեցիք այդ ձեր արտահայտությունների մեջ, այսինքն դուք սպասում եք ձեր կռիշի թույլատվությունը, եւ եթե այս մարտիկ ժողովուրդ ջան, հիմի ձեզ եմ ասում, այս մարդկանց դուք բերեք դնեք մեր երկրի ղեկավար, այսինքն մեր երկիրը սարքում եք խամաճիկ, որտեղ իրանք վարելու են խամաճիկային քաղաքականություն,